Սեղանի վրա բացված էին քարտեզներ, հին գրություններ, տարածքների նշումներ։ Մեծ հայքը մեծ էր դարձել, շատ մեծ, եւ այդ մեծությունը վտանգ էր, որովհետեւ հեռավոր գավառներում արքայի խոսքը միշտ չէր հասնում, եւ որոշ նախարարներ իրենց զգում էին փոքր թագավորներ, որովհետեւ հին սովորույթները դեռ ապրում էին օրենքից ուժեղ։ Արտաշեսը դա տեսնում էր եւ հասկանում էր, եթե հիմա չկարգավորի երկիրը, մի օր երկիրը կկարգավորի իրեն։ Նա հրավիրեց իր մերձավորներին, խորհրդատուներին, գրագիրներին, զորապետներին։ Դահլիճում լռություն էր։ Արտաշեսը նայեց նրանց։ «Մենք պիտի ճանաչենք մեր երկիրը», ասաց նա։ Եվ նա տվեց հրամանը։ Ամբողջ մեծ հայքը բաժանվեց մոտ 120 վարչական միավորների, ստրատեգիաների։ Յուրաքանչյուր գավառ ստացավ իր սահմանը, իր կենտրոնը, իր ղեկավարին, ստրատեգոսին։ Նա նշանակվում էր թագավորի կողմից, երդվում էր նրա առաջ եւ պատասխանատու էր նրա առաջ։ Այլևս ոչ ոք չէր կարող թաքնվել հեռավորության հետևում։ Արքայի աչքը հասնում էր ամենուր։ Այժմ կար մի կենտրոն, եւ այդ կենտրոնը Արտաշատն էր։ Սակայն Արտաշեսը հասկանում էր թղթի վրա գրված օրենքը քիչ է, պետք է ուժ։ Նա ստեղծեց 4 մեծ զորավարություններ, 4 կողմերով՝ արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ։ Յուրաքանչյուր կողմ ուներ իր պահապանը, սահմանները դարձան կենդանի։ Այս համակարգը արագ արդյունք տվեց։ Հարկերը սկսեցին կանոնավոր հասնել գանձարան, զինվորները ստանալ ապահովում, ճանապարհները անվտանգ դառնալ։ Ժողովուրդը փոփոխությունը զգաց առաջինը։ Գյուղացին տեսավ, որ իր հողը պաշտպանված է, առևտրականը, որ իր ապրանքը չի կորում ճանապարհին։ Մարդիկ սկսեցին ապրել ոչ թե վախով, այլ վստահությամբ։ Խորենացին գրում է, որ այս համակարգը դարձավ ապագայի հիմք։ 120 գավառները հետագայում կվերածվեն 15 նահանգների, արշակունիների օրոք, բայց հիմքը դրվեց այստեղ, Արտաշեսի ձեռքով։ Արտաշեսը հասկացավ մի ճշմարտություն։ Թագավոր լինելը նշանակում է ոչ թե իշխել, այլ կրել երկրի ծանրությունը քո ուսերին, եւ նա այդ ծանրությունը ընդունեց։ Նա չէր շտապում թագադրվել, նա շտապում էր հազորացնել երկիրը։